Ընկերներ չունեմ, ընտանիքս չկա, ոչ մեկ չկա։ Դե հասկացա, որ այն որ ես հիմա չեմ կարող ընկերոջը զանգեմ, իջնեմ իր այդ պրոստը կոֆե խմեմ, չարժի 10 Lamborghini։ Ուր է 10 միլիոնը։ Ոչ դեյթեր եմ ուզում, ոչ բան, փողը հենա դրած է, գնանք տուն առնենք մի հատ տեղավորենք։ Չես սիրահարվել։ Սիրասունից հետո կյանքումս մարդ հայտնվեց։ Ինչ է կատարվում հիմա։ Կողքից չէ, բայց ինչ որ տեղերում հələ մի քիչ կա։ Կա Կարող է մի քիչ հիասթափություն լինի, իհարկե, որովհետև ինչ որ մի պահի հասկանում ես, որ օй դու չես կարող անել լիքը բան այնպես, ինչպես անում են բոլորը։ Քո միակ մինուսը որն էր։ Աչքերս։ Գիտեմ, որ նաև պատահաբար համբուրել ես գործընկերներից մեկին։ Վատ տեսնելու շնորհիվ ասեմ, ոչ թե պատճառով։ Եղել է։ Քո մեջ կար ներքին կռիվ, գնալ թե չգնալ։ Դու ջահել տղա ես ու պետք է նաև գումար աշխատել։ Ի վերջո նկարահանվեի մի հատ տեղ, որ բարեկամները, տանեցիները, ցանկացած բայ ուզենան կարան YouTube-ով դնեն նայեն, ասեն այ մոսայի տղեն է։ Ինչու ձեր դպրոցի տղաները քեզ չէին սիրում Սերգ։ Սիրուն աչքերիս համար։ Հայաստանի միլիոնատեր ու պահանջված փեսացուներից մեկը։ Իվետա Մուկուչյանի հետ շատ ռոմանտիկ հարաբերությունների մեջ եղած մարդ։ Եվ իհարկե դեյթերի մասնագետ Սերգեյ Թորիկյանն է այսօր թիվ թվաբանության տաղավարում։ Բարև ձեզ։ Շատ լավ ներկայացրեցիր այդ մերսի։ Բոլորի հետ համաձայն էիր։ Այո։ Իվետայական ջկանչի։ Կանչի ողջույն։ Լավ ես Սերգ։ Ընտիր։ Շարունակում ես դեյթերի գնալ, թե ամեն ինչ ավարտվեց նկարահանումից։ Չէ, կուշտ եմ դեյթերից, հատկապես հաղթանակից հետո, հիմա ամեն ինչ շատ լավ է։ Այս վիճակն էլ արդեն սովորական է, որ կամերաներով նկարում են ունաստած եմ աղջիկը, բայց լավ է, ինիցիատիվան իմը չի ու դու հարցեր ես տալու։ Ինիցիատիվան այս անգամ իմն է, բայց դեյթի չեմ կանչել ես քեզ։ Ուրեմն ռոբոտիկն է 963։ Բարև ռոբոտիկ։ Արհեստական բանականությամբ է օժտված։ Ընտիր։ Եվ նա մեզ հարցեր է տալու, մենք փորձելու ենք գուշակել թիվ թվաբանությունից ոնց ես։ Շատ լավ ես։ Տեղեկություններով լավ ես Այո, ես մաթեմատիկայից։ մաթեմի օլիմպիադա եմ հաղթել 5-րդ դասան։ Համապետական հուսով եմ։ Երևի չգիտեմ։ Լավ, լսենք առաջին հարցը։ Գնաց։ Քանի թորնիկ ունի ամենաշատ ժառանգ ունեցող պապիկը։ 18 հատ երեխա ունենա, ամեն մեկը մի 18 հատ երեխա ունենան։ Չգիտեմ, պատտենք։ Ինչ ես գրել։ Երոնիշ թիվ 284 թորնիկ Սերգեյ կարծիքով, ես կարծեմ 80։ Լսենք ճիշտ պատասխանը։ Թուրք Միուլայիմ ջանը պապիկ է դարձել 152 անգամ։ Հիմա հանում ենք, չէ դու մոտ ես։ Ես մոտ էի։ Հաղթեցիր 1-0։ Բայց 150 անգամ։ անգամ։ Ամենասկզբում ինչ թիվ էի գրել, այդտեղ ուղղակի 184 էի գրել, կարա յետքեր էի ու Հա, մոտիկ։ դե ամենասկզբում չէ խնդրեմ, տեսար։ 1-0։ 1-0 հոգուտ ինձ։ Այս հարցը հենց այնպես չի տվել մեր ռոբոտիկը, որովհետև գիտեմ թե ինչքան կապված ես Թորնիկներս եղել։ ուզում ունենալ։ Թե ինչ բաղձալի ցանկություն ես թորնիկներ ունենալ, չէ։ Թե ինչքան կապված ես եղել պապիկի հետ։ Ըստ պապիկի հետ շատ սիրուն էմոցիաներ ենք ունեցել, շատ լավ կապված բաներ կա էլ իր հետ։ Ինքն այնց սովորեցել խաղալ նարդի, շախմատ, ինքն այնց տարել լողի, ինքն ինձ ամեն շաբաթ տանում մի հատ այգի, որտեղ տան սիրուն նստում ենք, Գյումրիում մի հատ այգի կար, չգիտեմ կհիշես թե չէ, բադիկներ կային այդ այգում։ Ուղղակի sense մեր կողքերը քայլում էին այդ բադիկները։ Բաբիկը գարեջուր էր խմում, ես պաղ-պաղակ էի ուտում։ Ես ֆուտբոլ շատ եմ սիրել։ Հիմա էլ շատ չեմ նայում, երևի նույնիսկ այդ կապված է պապիկի հետ։ Իր հետ շատ ենք նայում ֆուտբոլ, հիմա երևի որ առանց իր եմ նայում, էլ հավեսս փախել է։ Խնդալու պատմություններ շատ կա։ Դեռ պապիկս օրինակ նարդի խաղալ շատ էր սիրում, բայց պարտվել չէր սիրում։ Մեր սեղանը ասենց նեղ էր, նարդին ավելի լայն էր, մի անգամ կերեցի, ասենց տակից խփեց տվեց ասենց դեմքից նարդին։ Շատ ցավոտ, բայց ջերմ հիշողություն, կուզեի հիմա լիներ, ասես մի հատ խփեր։ Իսկ ես պատասխանատու համարում ես իրեն ինչ որ տված խոստումների իմաստով։ Պապիկս ուզում էր ես դառնայի լավ լողորդ։ Պապիկս չհասցրեց նույնիսկ տեսնել, որ ես ընդունում թատերական ինստիտուտ, ու ես գծով եմ գալիս էլի, երևի չգիտի որ ես դերասան եմ կամ վերևից տեսնում որ ես դերասան եմ։ Բայց դու թողեցիր լողը։ Հա, ես թողեցի լողը։ Բայց մինչև հիմա ստացվում է լավ լողալ, բայց ինչ-ինչ պատճառներով թողեցի։ Բայց մի հատ կոչում կա, այդ չփոխվեց։ Մեր մարզիչը, ընկեր Հովոս, ինձ փոքր վախտվանից միշտ ասում էր Վարպետ Սերգեյ, եթե հիմա փոխվել է արդեն, որպես սպորտսմեն վարպետից դարձել է դերասան Հուսամ, մի օր կդառնամ վարպետ դերասան։ Սերգիս Գյումրիի մասին ինչ հետաքրքիր հիշողություն կամ ինչպես է արտահայտվում քո գյումրեցի լինելը։ Երևի համայրը չի արտահայտվում, կհավատաս, ինչ համաձայն չես։ Ես ինչքան մարդու հետ շփվել եմ, իրանք ասում են, վայ, ի տարբերություն մեր իմացած մյուս գյումրեցիների մի քիչ ուրիշ ես։
Երևի որոշ առանձնահատկություններ ու ընդգծված բնավորություններ իմ մոտ չկա երևի, քան կա Օրինակ ինչը։ գյումրեցիների։ Ասա։ Գլուխ գովալ։ Պետք է ասել։ Կան որոշ բնավորության գծեր, որ գյումրեցու մոտ շատ արտահայտված է, իմ մոտ ավելի չկա, ավելի մի քիչ զուսպ է, էլի երևի։ Հումորը մնացել է, կարծում եմ։ Սպորտսմենի մի քիչ գից մեկ էլ արվեստ սիրող ու կարողացող երևի։ Հենց նոր ասում ես գլուխ կավան չեմ։ 1 վայրկյան անց արվեստից հասկացող եւ Դե լավ։ Իսկ կա իրավիճակ, որտեղ տիպիկ քո գյումրեցի լինելը արտահայտվել է որևէ կերպ։ Այո, ալիաս խաղալուց հենց ներվայնանում եմ տիպիկ գյումրեցուն չեղանալով սկսում եմ բարբարով։ բարբարով։ Դու ես բարբարով կռվում։ Այո, նյարդայնացած ժամանակ բարբարոս գալիս է առաջի պլան։ Ես ավելի մոտ եի եւ հաշիվը հոգուտ ինձ է բացվում։ Դու փորձիր հիշել հետաքրքիր պատմություններ, մենք լսում ենք երկրորդ հարցը։ Որքան է եղել վիճակահանությամբ շահած ամենամեծ գումարը։ Իմ դեպքում թե ընդհանուր։ Չեմ կարծում, որ քո դեպքն է եղել ամենաշատ գումարը։ Ձերը $1 միլիոնով էր, թե դրամով։ Իհարկե, $10 միլիոն մարդա։ Ես պատրաստ եմ։ Մոտ ենք։ $100 միլիոն կարծում ես, երգը։ Եվ 80 միլիոն դրամ կարծում եմ։ Եվ 80 միլիոն դրամ կարծում եմ ես։ Մինչև հարցի ճիշտ պատասխանը լսելը։ Նախ, ուր է 10 միլիոնը։ Քո ձեռքին տոպրակ կար։ Տոպրակի մեջ է։ Այդ 10 միլիոնը միշտ եղել է ավելի Անվտանգ վայրում։ Անվտանգ վայրում, օրինակ քարտի մեջ։ Առաջին օրը, որ այդ իմ ձեռքին է։ Այսօր է։ Ու այստեղ այդ գումարը։ Ահա, հենա։ Դե, սիրելի գործընկերներ, կարծում եմ գիտեք, թե առաջիկա 20 րոպեների ընթացքում մինչև ես ու Սերգեյն այստեղ զբաղված ենք զրուցելով, ինչով պիտի զբաղված լինեք դուք։ Թողեք հա այդ տոպրակը։ Թողեք։ Տարան։ Մի խոսքով դեռ չես ծախսել, ինչքան է անցել, որ 1 տարի։ 1 տարի։ Մի քանի օրս կդառնամ 1 տարին, որ այդ գումարը քարտին է։ Կա։ Ես ասում ինչ ես անելու։ Տուն կառնեմ երևի։ Հրաշալի, հրաշալի։ Կաշխատեմ սիրուն բալկոն ունենա, որ տենց լավ վյույով։ Էլի դեյթի կողմը տանում զգուշ։ Հա, չեմ բնական է դարձել։ Իսկ ինչպես կարողացար ստանալ այդքան բարձր միավորներ։ Ի տարբերություն մյուս մասնակիցների։ Սիրուն աչքերիս համար, կոպիտ ասած, որովհետև չէ, չսկսվեց։ Փաստ է դա։ Ես առաջին օրը հաղթել էի այդ պրոյեկտը։ Առաջին օրը կար քվեարկության ձևեր, ձայնի, ինչպես նաև առաջին հայացքի։ Այդ ժամանակ ես հավաքել էի արդեն այնքան միավոր, որը ամենավերջում է པարզ դառնում իհարկե ոչ թե այդ օրը, որ հետո եթե մի հատ էլ 6 հավաքեի դեյթերից, բավարար կլիներ, Բայց դու կարծում ես, որ հաղթելու ես։ Չէ, այդ շրջանից առաջ մի քիչ մոտս դեյթերի շրջան էր, հետո այդ պրոյեկտի քաստինգ որ գցեցին, ասացի, «Օ, կարող է, ես պատրաստվում եի այս գումարը գնալ հաղթելու»։ Բայց հա Բայց գնացի, որովհետև ինչ որ ազատ էի մի քիչ, ասացի մի քիչ օրս փոխվի, նոր բան, նոր էմոցիաներ եմ ուզում շատ, գնամ, գնացի, խնդրեցի, որ տանը այդ 8 օրվա ընթացքում լինի ձմերուկ, որովհետև ամառը շոկ էր, ես այդ ձմերուկի մեջ սիրահար, այո։ Հետո գնացի, ընթացքում այնքան ամեն ինչ լավ էր, որ վերջին օրը ոչ մեկը չէին անհանգստանում, թե ով է հաղթելու նույնիսկ։ Կազմակերպիչները ասում են, լարված չեք, ասում ենք չէ։ Իսկ չես սիրահարվել այդ շոուի ընթացքում։ Մի քիչ համակրանք եղել էր եւ վերջ։ Ում հանդեպ։ Դե ասա լավ, ամեն ինչ։ Չեմ կարող։ Չես ասում Վիկայի։ Չէ։ Տամարայի ուրեմն։ Նշանակետին ենք խփել։ Ինչու չշարունակեցինք։ Ինչը։ Շփվել։ Սիրասունից հետո կյանքումս մարդ հայտնվեց։ Տես ինչի մասին է ես ուզում խոսել իրականում։ Մենք չենք լսում այս հարցի Ոչ, պատասխանը։ մենք քննարկում ենք այս հարցը, որից հետո կլսենք պատասխանը։ Այո, եղան խոսակցություններ։ Ինչ է կատարվում հիմա եւ արդյոք 10 միլիոն դրամ ունեցող փեսացուի սիրտը այլևս զբաղված է եւ մեծ դիտողների շանսեր չունեն։ Չգիտեմ ինչպես պատասխանել։ Կողքից չէ, բայց ինչ որ տեղերում հələ մի քիչ կա։ Դե սերը մի հատ ճանապարհ է, անցնում ես։ Ուրիշ մարդու ճանաչելու, ինքդ քեզ ճանաչելու ճանապարհ է, որի վերջը կամ պարտադիր չի միասին ավարտվի։ Կարող առանձին ավարտվի ու տարբեր փուլերում ամուսնությունից հետո նշանվելուց հետո 50 տարի հետո ընկերության շրջանում։ Պես որ կամ էլ գուցե մինչ այդ ոնց որ
Աստծուն չենք խնդրել մեկս մյուսի մասին կամ հարցրել, չգիտեմ ոնց ճիշտ բացատրեմ այս միտքը։ Ես մոտավոր պատկերացնում եմ ինչ ես ասում, երբ զույգերից մեկը այդպես ներքին խոսակցության ժամանակ խնդրում է Աստծուց, որ շարունակվի կամ չգիտեմ լավ լինի այդ մարդը, Աստված պատասխանում է, իսկ ինքը երբեք չի խնդրել քո մասին նույնը։ Շատ այո։ Բայց դրանից առաջ թեկուզ էլի։ Բայց վստահում եմ Աստծուն, ուրեմն ամեն ինչ ճիշտ է։ Վստահում եմ Աստծուն։ Լսենք պատասխանը։ Լոտոյով շահված ամենամեծ գումարը պատմության մեջ եղել է 2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Անսահման հեռու ենք, բայց մոտ էի ես։ Այո, մեկ հավասարեցնում ես հաշիվը։ Իսկ եղել է կյանքումդ այնպիսի date, որը երբեք չես մոռանա։ Ժամադրություն date բառի փոխարեն օգտագործենք։ Այո։ Եղել է date, ում հանդիպում էի նույնիսկ կարելի ասել առաջին անգամ, երկրորդ հոտ, ու առաջին օրը էմոցիոնալ շատ մեծ բան կար, որ ոնց երազի ու կինոյի նման։ Հիմա արդեն գիտես date-ի առաջին 5 րոպեում ինչ պետք է խոսել, որ հետո հանկարծ սխալ տպավորություններ Հիմա չեմ ուզում ոչ date-եր եմ ուզում, ոչ բան, փողը հենա դրածա, գնանք տուն առնենք մի հատ տեղավորենք։ Հանգիստ մի հատ ռեմոնտը պրտենք։ Քանի վայրկյան է տևել ամենակարճ ժամադրությունը։ Դե մի 8 վայրկյան էլի։ 8 վայրկյան։ Հա բա ինչ։ Բարև ու հաջողություն մի անգամ։ Բարև, այն ինչ-որ մի բան դուրը չեկի, Աստվածին վերջ, հա գնացի ես։ 2-1 օգուտ ինձ, ինչ որ վստահ եմ։ Շատ կարճ ա եղել հաստատ։ 8 վայրկյան Սերգեյի կարծիքով, ես կարծում եմ, որ 2 րոպե գոնե համբերած կլինեն, նոր որոշում կայացրած կլինեն։ Դե լսենք ճիշտ պատասխանը։ Հանդիպման գնացած զույգը 30 վայրկյանից հրաժեշտ են տվել միմյանց։ Ինչ տխուր date ա եղել։ Հա։ Իսկ քո շոուից հետո, հաղթանակից հետո հայտնիությունը ինչպես ազդեց։ Ինչ նամակներ էիր ստանում, ճանաչում են փողոցում թե ոչ, ինչ աժոտաժ է սկսվել։ Պրոյեկտը սկսեց, առաջի մի 2-3 սերիայի ժամանակ երկրում չէի, գնացի հետ եկա ու հետաքրքիր էր ինձ էլ։ Հիմա հետ կամ քայլեմ, տեսնես կճանաչեն թե չէ։ Տաքսուցի չէ, քայլեցի, մի երկու ոչ մեկ չի ճանաչել, բայց հենց այդ պահին երկու աղջիկ ճանաչեցին։ Վայ, մենք ձեզ ենք բալետ անում բանման։ Քիչ չդիմացա ասեի, որ դա ես հաղթել եմ հանգիստ նայեք։ Հա, ճիշտ է։ Ինձ արդեն պարզ էր, էլի։ Ահա։ 4 ամիս առաջ պարզ էր։ Ժամադրություններից հետ մեկի ժամանակ ասում էիր, որ այն ինչ ուզում ես ունենալ, չես ուզում ուղակի ստանալ, ուզում ես արժանանալ դրան։ Հա, Ինչ ես անում հիմա ավելին արժանանալու համար։ Ինքս ինձ արձակուրդ եմ տվել, բայց իհարկե էլի ամենօրյա աշխատանք կա միշտ անելու լավ բաներին ու երազանքներին հասնելու համար ու փորձում եմ լավ տղա լինել, լավ տղա մնալ, որ արժանանամ էլի։ Մաման ու պապան հիմա ծափարում են։ Ման, պապ, տատիկ, քուրիկ սիրում եմ։ Իսկ իրենք ինչ են կարծում քո ապագայի վերաբերյալ։ Ես շատ պատահական որոշվեց, որ ես դառնալու եմ դերասան ու գնամ այս գծով։ Ես ավելի քանի որ մի քիչ թվերից լավ եմ, մաթեմից լավ եմ, հաշվապա, մի քիչ կեսից հասկացա մի քիչ արվեստոտ բան եմ ուզում, երևի ճարտարապետություն, բայց հետո ինչ որ դպրոց հայտնվեց Գյումրիում, որ դասերի կեսը արվեստ է, մյուս կեսը ուղղակի առարկաներ, ասացի, գնամ։ Գնացի դարձա այն ինչ գնացի ու քիչ-քիչ այդտեղից տեղափոխվեցի, արդեն ընդունվեցի Երևան, տեղափոխվեցի, դարձա դերասան, շատ գոհ են, հպարտ են, ինչ որ բաներ էլ իրենց խաթր են, էլի անում, որ նայեն ասեն։ Դե մեզ մի քիչ կուլիսային կյանքի հետաքրքիր դրվագներից պատմիր։ Կուլիսային, հենց թատրոնի կուլիսային։ Այո, հիմա արդեն նաև նկարահանվում ես, կարող ես նաև նկարահանման հրապարակից ինչ որ բաներ պատմել։ Թատրոն ընդհանրապես երկրորդ-երրորդ կուրսից շատ խաղում էի ու տարբեր տեղերում, շատ տարբեր տեղերում։ Ալտերնատիվ թատրոն տանիքումը գիտես բավականաչափ ծանոթացել ու ճանաչել եմ թե մարդկանց, թե կուլիսային կյանքին, ամեն ինչին ու հիմա երևի ինձ նկարահանումները ավելի շատ են դուր գալիս, քան թատրոնի կուլիսները։ Կա հիասթափություն։ Մի քիչ հիասթափություն լինի, իհարկե, որովհետև ինչ որ մի պահի հասկանում ես, որ օй դու չես կարող անել լիքը բան այնպես, ինչպես անում են բոլորը, ու չես էլ ուզում անես։ Օրինակ եղել է, որ ասել եմ Սերգ ջան, սա ընտիր, սա շատ լավ է, բայց մի քիչ կարաս ավելին ժպտաս մարդկանց, թեկուզ ինչ որ սերտովը չի բան չի, ես չեմ կարող կյանքում գնամ վատ բան նայեմ, ասեմ, շատ լավն է, որովհետև վաղը չեմ յուսոր ես ունեմ մի հատ անելու բան ու որ ոնց որ ապահովագրեմ եմ, որ մեկը կգա գոնե կգա կասի ինձ այս ինչ լավն է կամ սթորի կանի։ Ես շատ գոհ եմ, ես ունեմ Գյումրու երիտասարդական թատրոնը, որտեղ ստեղծագործել ցանկանալու դեպքում ես կարող եմ շատ ազատ այնտեղ ինչ ուզեմ, ինչպես ուզեմ ստեղծագործեմ։
Բայց հիմա ավելի շատ նախընտրում եմ տեսախցիկները, նկարահանումները, այս բան էսա դուրս գալիս էլի։ Դու թատրոնից եկար դեպի սիթքոմային աշխարհ։ Եվ ես գիտեմ, որ այդ ընթացքում քո մեջ կար ներքին կռիվ, գնալ թե չգնալ, տարբեր սցենարներում ներգրավել թե ոչ։ Ինչպես վերջապես եկար հանգեցիր այդ կետին, որ այո, պետք է նկարահանվել։ Սկզբից թատրոնը շատ ավելի շատ էր իմ կյանքում, հետո ինչ որ բայից հասկացա, որ դու ջահել տղա ես ու պետք է նաև գումար աշխատել, այս փաստ է, այս իրականությունը։ Դրա մասին խոսում են բոլոր։ Այս իրականությունը, հա։ Թատրոնը կյանքում փողի մասին ու փողի համար չի, որովհետև դու 0 դրամով ես այնտեղից դուրս գալիս։ Եթե դու աշխատում ես թատրոնում, օրինակ 200,000 դրամ, դու մեկը թատրոն գնալուց ընդմիջման այդ փողը ծախսում ես, ինքը 0 դրամ է կանգնում, էլի։ Թատրոնը ուզում ես ու անում ես առանց շահերի, առանց գումարի։ Փողի մասին չի թատրոնը ընդհանրապես։ Բայց օրինակ նա ես գեղարվեստական ֆիլմերում եմ նկարվել, որոնք գալու են, ուղղակի չկա, ոչ YouTube-ում կա, ոչ ինտերնետում կա, չգիտեմ, մարդիկ չեն տեսնում, չեն իմանում, դուրս կգա կտեսնեն, հուսամ լավը կլինի։ Իսկ սիթքոմ գալու ճանապարհը Սիրասունից հետո գուցե նաև էլի Սիրասունի ինչ որ ազդեցություն ունեցել է, որ մարտամեկում առաջարկվեց դեր։ Ես էլի ինչ որ թարմություն էի ուզում, էլի ուզում էի ինչ որ ուրիշ տեղից փորձել, համել ի վերջո նկարահանվեի մի հատ տեղ, որ բարեկամները, տանեցիները, ընկերները, սա ցանկացած բայ ուզենան կարան YouTube-ով դնեն նայեն, ասեն այ մոսայի տղեն է։ Ընդ վաղեմի երազանքն է, չէ՞, այ մոսայի տղան է երևում էկրանին։ Որտեվ անընդհատ զանգեր է գալիս, Հորքուրը Ռուսաստանից, բա ուրա, թվում է դերասան չի էլի ինքը, չի ստացվել մոտ որ չի երևում, ասացի լավ մի հատ մի խոսքով բարեկամներին ապացուցելու բան կար։ Ապացուցելու բան չկար, իրենց համար էլ նայեն ասեն լավ։ Իսկ papan ո՞նց է տանում։ Շատ լավ։ Ուրախանում է, որ զանգում են ասում են։ Հա զանգես ասեցի 10 միլիոն փող եմ գնել, մի օրում չի ուրախանա։ Հա ուրախանում են, իհարկե ուրախանում են։ Այդտենց իրոք փորձում եմ լավ զավակ լինել, եղբայր լինել, ընկեր լինել։ Հուսով եմ ստացվում է կամ կստացվի։ Հորդորում են գրել մեկնաբանություն, ստացվում է թե ոչ։ 2-1 Հոգուտ քեզ։ Քանի տոկոս մարդիկ են երբևէ տեսել նույն երազը մեկից ավելի անգամ։ Ես առանց հարցը լսելու գրել եմ։ Վիճակագրությանը տիրապետում ես Չէ, ուղղակի զգացի որ ես եմ ուզում գրեմ երազներ։ Երազներ, հասկանում ես, չէ՞, ինչու է այս հարցը քեզ։ Ես այսպես ասեմ, հարցին մի քիչ ուրիշ ձև պատասխանեմ, ես իմ տեսած երազների 80%-ը էլի տեսնում։ Մարդկանց մոտ 70%-ը կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ունեցել է կրկնվող երազ։ Ես հավասարեցնում եմ հաշիվը։ Ապրես դու, ես իմ արշինով չափեցի։ Այո։ Ես գիտեմ, որ դու շատ հաճախ ես երազներ տեսնում եւ ինչպես դու ես նկարագրում, դրանք մի ուրիշ իրականություն են ստեղծում քո կյանքում։ Ինչ երազներ ես տեսնում, Սերգեյ ջան։ Ամեն օր ամեն ինչի մասին։ Այսօր վստահ եմ տեսնելու եմ այս տաղավարը քեզ։ Օրվա ընթացքում ինչ հետս կատարվում է տեսնում եմ։ Գիտես, մեկ-մեկ եղել է մի շրջան կյանքումս, որ շատ դուրս չէր գալիս այդ շրջանը, ինչ որ լավ գող չէի։ Քնում էի երազի աշխարհի ոնց է։ Նայ Երազը քանի վայրկյան է տևում ասում են, մի 7 վայրկյան։ Մաքսիմում երևի։ Ժամերով տեսնում, կինոներ ա իմ մոտ, սերիալ ա իմ մոտ։ Ամենավառ տպավորած երազը ո՞րն է։ Իրականում մի հատ երազ ա տպավորվել շատ, որը փոխել է դաժե իմ զգացողությունն ու մտքերը։ Ինչ։ Երազումս ես Նյու Յորքում էի, պատկերացրի երեկոյան կապույտ գույնը, մթոտ արդեն։ Էլի կինո է պատմում, հա։ Դե տեսել եմ պատմում ժողովուրդ։ Իմ աշխատողը ինձ մի հատ թույն Lamborghini-ով իջացրեց Նյու Յորքի ամենաթանկանոց շենքերից մեկում։ Լսի, շատ լավն է։ Ես բարձրացա վերև, աշխատող ունեի, ես մի 10 հատ տենց լավ ավտո ունեի։ Աշխատող աղջիկ կար, ով ասաց ոչ մի զանգ ձեզ չի սպասվում, ոչ մի բան չկա, կարող եք հանգստանալ, պարոն Թորիկյան։ Ասացի օքեյ, գնացի պանորամա պատուհանից դուրս նայեցի, ողջ Նյու Յորքը երևում է։ Մթոտ հեռախոսս աշխարհի ամենահարուստ մարդն է երևի։ Հեռախոսս գրպանիցս հանեցի, որ զանգի ընկերոջս, ոչ մի կոնտակտ չկա հեռախոսս մեջ։ Ընկերներ չունեիր, այսինքն։ Ընկերներ չունեմ, ընտանիքս չկա, ոչ մեկ չկա։ Դե հասկացա, որ այն որ ես հիմա չեմ կարող իմ ընկերոջս զանգեմ, իջնեմ իր այդ պրոստը կոֆե խմեմ, չարժի 10 հատ Lamborghini, Նյու Յորքում այդ շատ իրոք շատ զգացի։ Երազներս նախ շատ իրական ոնց որ լինի, ու այդ բանը շատ sense լավ զգացի, արթնացա։ Սովորական երազ էր քեզ թափեց։ Արթնացա զանգեցի ինգերոջս, ասացի ախպեր։ Ես արի կոֆե խմենք։ Ճիշտ է կոֆեն է։ Ասացի առավոտ բալուսա թոքենեմ։
տախրեցի, անջատեցի։ Բայց փոխեց այդ երազը, կատակ չեմ անում, իրոք։ Փաստորեն երազները նաև փոխում են բնավորություն եւ մոտեցում կյանքում։ Այո։ Հաշիվը 2-2։ 2-2 հավասար հաշվով տեղափոխվում ենք վերջին փուլ։ Վերջին։ Այո։ Օ, ով խփեց կերում, հա։ Այո։ Քանի մետր է եղել օվկիանոսային ամենաերկար լողը։ Որպես լողորդ, որքան Մեր կարելի է բասենը 25 մետր էր որպես լավ։ Գյումրի։ Հա։ 1400 մետր։ Շատ է։ Զգացվում է, որ լավ չես տեսնում։ 10400 մետր։ Քո միակ մինուսը 100 որն է։ կիլոմետր։ Քո միակ մինուսը որն է։ Աչքերս։ 64 100 կիլոմետր իմ կարծիքով Սերգեյը կարծում է 64 կիլոմետր։ Լսենք ճիշտ պատասխանը։ 2021 թվականին Մայամիի ափին գրանցվեց մարաթոնային ամենաերկար լողը՝ մոտ 250 կիլոմետր։ Ես հաղթեցի Սերգ։ Ապրես։ Ափսոս 10 միլիոն չկա այս հաղորդման մեջ։ Ափսոս ամենասկզբից չասեցիր հաղթողը վերցնում է այն տոպրակի միջի գումարը։ Ոնց չէի մտածել։ Դա ասա մոնտաժով կդնենք։ Վերջում տուտուն կառնաս։ Օ, հաղթեցիր այդ։ Հաղթեցի, բայց արարի քո մինուսներից խոսենք։ Ես արտահայտված 1 մինուս ունեմ, փաստացի բոլորի համար այդ աչքերս է, ինչպես ասել եմ։ Ինչպես լիքը էդիտներ կային աչքերս է -8, մնացած մինուսներս Հիմա արդեն ինձ նորմալ տեսնում ես։ Խնդրում եմ, այս թեման չսարքեք քննարկման առիթ, ոչ մեկի բուլինգի չենք ուզում ենթարկել։ Այդ լսի։ Վայստեղ։ Բայց ես գիտեմ, որ շատ հումորային պատմություններ կան նաև այս թեմայով։ Աչքերս հետ կապված։ Վատ տեսնելուց հետ կապված։ Դե տխուր պատմություններ կան, օրինակ են, որ ես առաջին անգամ որ լինզա դրեցի, գիշերով դրսում էինք ընկերոջս հետ։ Առաջին անգամ որ լինզաներով գիշերը հայտնվել եմ դրսում, Գյումրիում։ Ես քայլում եմ, ես նայում եմ երկինք մեկի։ Ասում մահեր, կանգնի հələ։ Ասում նայ հələ ինչ սիրուն է աստղերը, առաջին անգամ եմ տեսնում, էլի գիշերով լիքը աստղ։ Ասում մերը գալիս ասում ախպեր ես միշտ էլ սենց է։ Ես հասկանում եմ, որ 16 տարի ես չեմ տեսել պրոստը աստղերը։ Ամպերի մեջ։ Հա, տխուր է։ Բայց լավ կողմեր էլ ունի։ Հələ։ Առաջի դասանում սիրահարված էի մեր դասանի աղջկան։ Ռոզանային ողջույններ, իրան մի 15 տարի չեմ տեսել։ Հերավոր։ Ու ես քանի որ բարձրահասակ էի նստում էի ամենավերջում, ինքը նստում էր ամենաառաջը, ես քանի որ վատ էի տեսնում, ինձ բերում էին, բերեցին իր կողքը, ես նստեցի իր կողքը, ռոմանտիկ պատմություն։ Այդպես քանի տարի սկսեցին ատել։ 3 տարի, որովհետև ինքը գնաց մեր դպրոցից 3-րդ դասանում ու ես շատ տխուր էի, բայց ես միևնույն ամենադիմացը նստածելի չէի տեսնում գրատախտակ։ Հա։ Ինչու ձեր դպրոցի տղաները քեզ չէին սիրում Սերգ։ Չգիտեմ։ Սկզբում այդ 3-րդ դասանում երևի որ նստեցի Ռոզանայի կողքը։ Չգիտեմ, երևի ավելի ազատ էի։ Մենք քառակուսիների տարբերություն ունենք էլի երևի։ Ես ավելի տենց ազատ էի, ավելի շփող էի, ավելի հեշտ էի կարողանում շփվել նաև մարդկանց հետ, ինչու՞ չէ նաև աղջիկների հետ, ինչն էլ առաջացնում էր, բայց լավ է, մեծացել եմ սա։ Քեզ պահպանողական համարում ես։ Այո։ Ինչքան էլ ուզում եմ ժամանակակից եմ, մեկը։ Ոտքից գլուխ սև հագնված։ Չէ, դե սևա, բայց Լենա, սևա, բայց ինքը փուլընդ բերի Լենա, ինքը տենց բազարի քիփ շալվարն է էսի էլի։ Օվերսայզ է էլի։ Սեր, գիտեմ, որ նաև պատահաբար համբուրել ես գործընկերներից մեկին։ Վատ տեսնելու շնորհիվ ասեմ, ոչ թե պատճառով։ Եղել է։ Ներկայացման ժամանակ պետք է մոտիկանայի ու աֆեկտիվ ոնց որ համբուրեի, բայց այնպես աստացում խփում են աչքիս, լինզաս շեղվում է տեղից։ Հարսանի գիտարը նման դեպք տեղից չի ունենում։ Գնում եմ ու դիստանցիաներ խառնում եմ ու տենց ում ես համբուրել, աղջկա ես համբուրել։ Էդ էր մնացեմ, ապացուցում եմ էլի պահպանողական դիներս։ Հա, իհարկե աղջկա։ Դե հիմա կարող է լավ չտեսնես, հա տղայի համբուրես, ինչ։ Լավ չտեսնեի հանդիսատեսին համբուրեի։ Ավելի վատ կլինի։ Կյանքում չի եղել, որ ուրիշին համբուրես պատահաբար։ Ուրիշին։ Չէ, մի անգամ ուղղակի սխալ էի հասկացել։ Աղջկան ինքը ինձ համբուրեց, այդպես է եղել։ Այսինքն։ Խոսքով նստած ենք։ Ահա։ Մտերիմ աղջկա հետ, ով խոսում այն մասին, որ իրեն համարձակությունը չի ներում ինչ-որ բաներ անելու համար։ Իսկ ես ասում եմ, որ այս կյանքը կարճ է։ Համարձակ եղի, արա ինչ ուզում ես։ Մի մտածի ինչ կասեն, մի մտածի որ կփոշմանես։ Ուղղակի համարձակություն գտի, արա այն ինչ ուզում ես։ Ես մտածում եմ իր կյանքի երազանքների կամ նպատակների մասին է ինքը խոսում։ Մեկը վրաց համբուրեց, ասաց ես չես անում։ Ես բասերա հետ էի, ասի ես չէ։ Հիմա դժգոհ ես տված այդ խորհրդից։ Հուսամ պետք եկել է կյանքում այդ դերվակը ոչինչ։
Այդ դրվագը ոչինչ, հասկացա։ Շատ անսպասելի էր։ Սենց մոտիվացիան սենց նստած ինչ որ երաժշտության տակ մոտիվացիան խոսում։ Չես։ Իսկ դու այդպես ես առաջնորդվում քո կյանքում։ Ինչպես։ Դիմացին դատարաբար համբուրելով։ Իհարկե համարձակում։ Հա, իրականում այստեղ գալու ճանապարհին երկու հատ նման միջադեպ տեղի ունեցավ։ Չէ։ Համարձակ ես քո քայլերում։ Այդ հարցն ունի երկու պատասխան, այո կամ ոչ։ Ես դերասան եմ, ես փոփոխական եմ։ Տարբեր շրջանում տարբեր բաներն են ինձ շարժառիթներ դառնում էլի։ Մենք կհետևենք քո կարիերայի ընթացքին։ Պապս մեկ էլ մի հատ լավ բան էր ասում, մի դերասանին, որ մի երկու ալիքով տեսնում էր, ասում էր. «Դու սաղ էկրանը առել է»։ Մոզում է։ Քո մասին լինի այդ արտահայտությունը։ Դες մի երկու տարբեր անընդհատ ցած ալիքներով վերևա, ինչ որ մի հատ պապի ասի, «Այստեղ են սաղ էկրանը առել է»։ Մենք էլ ենք քեզ այդ նույնը ցանկանում, շնորհակալ եմ զրույցի համար։ Ապրես ուրախ եք ես հյուր լինել շատ։ Փոխադարձ։ Դե այսպեսին է Սերգեյ Թորիկյանը մի քիչ փակ, մի քիչ դժվար խոսող։ Չէ, խոսող։ Բայց անկեղծ։ Հա, բայց անկեղծ։ Ինչ խոսք։ Շնորհակալություն կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։